17-ի զոհերը, այդ թվի մեջ ներառել եք մարտի 1-ի զոհերը, այդ թվի մեջ ներառել եք ձեր կուսակցական Պողոս Պողոսյանին, հա, այդ 90 քանիս թիվ ասեցիք, այդ 92-ի մեջ է, թե չէ։ Եկել եք կամ ստեղ ժողովրդավարությունից եք խոսում, հենց նոր մարտի 1-ի մասին խոսեցի, դա ժողովրդավարության, ձեր առաջին համարի ժողովրդավարության բանն է, անձնագիրն է, մարտի 1-ին Երևանի կենտրոնում գնդակահարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այստեղ եկել եք տարբեր ՀԿ-ների հեղինակությունից էիք խոսում, ցեղասպանության ձեր բերած այդ հայտարարության տեքստի ժամանակ։ Բա միեդի վճիռներից չեք ուզում խոսել։ Միեդի որոշումներից, արձանագրումներից չեք ուզում խոսել։ Բա միեդը արձանագրեց։ Ասեց 2008 թվականին պետությունն է սպանել։ Այդ ժամանակ պետության առաջին գլուխն ով էր։ Ձեր սիրելի առաջին համարը։ Որը իդեպ այդպես էլ չդարձավ ձեր կուսակցական, այդքան լավ կուսակցություն եք, բայց ձեր կնքահայրն է իդեպ։ Երեք ամբողջ օրը այդպես ստացվեց, որ նվիրվեց կանանց դերի առաջ խաղացմանը, մեր քննարկումը, եւ գիտեք երբ է կանանց առաջ խաղացման այդ ամբողջ բովանդակությունը պղծվում, երբ որ ինչ-որ կին քաղաքական գործիչ գալիս է ու կանգնում է այստեղ բացարձակ ստեր է խոսում։ Օրինակ ինչ-որ կին կանգնում ասում է, որ օրինակ մեր ԱՄՆ դեսպանը տապալել է, բայց մարդը ձեր բաների, թիմակիցների բնորոշած բանը չի, խորը անասունը չի։ Ինքը գիտակցում է, տեսնում է եւ ինքնուրույն կարողանում է հասկանալ, դա տապալած քաղաքականություն է, թե չէ։ Երբ որ ինչ-որ մի կին գալիս կանգնում է ու ասում է, որ մեր արտաքին գործերի նախարարությունը, նախարարը տապալել է ամեն ինչ։ Գալիս կանգնում ու ասում է, որ պաշտպանության նախարարը տապալել է ամեն ինչ, բայց ինքնուրույն նայում է ու այդ տարբերությունը տեսնում է։ Կամ Տիկին Գալստյանի դեպ դուք երևի այս դահլիճի ամենափորձառու կինն եք, քաղաքական գործիչ, եւ ես չեմ պատկերացնում, որ դուք չեք գիտակցում, ուղղակի միամիտ է ստացվում, որ գալիս եք ու այս ամբիոնից ադրբեջանական նարատիվներ եք խոսում։ Ամբողջ ձեր ելույթը ծայրից ծայր Ադրբեջանի քարոզչություն էր։ Դրա համար ասում եք այսպես կոչված խաղաղություն, բայց Զանգեզուրի միջանցք։ Այսպես կոչված խաղաղություն, բայց ձեր թիմակիցը տեղանք որպես բնորոշում էր Արևմտյան Ադրբեջան։ Կամ դարակազմիկ խաղաղության փլուզում, բայց Ալիևի ելույթի ցիտում եւ այլն։ Ես չեմ հավատում, որ դուք միամիտ ստացվում։ Դա ուղիղ ադրբեջանական նարատիվների հրապարակում էր 10 րոպեանոց այս ամբիոնից։ Ու դրա մասին ճիշտ կլինի, որ այլ կին քաղաքական գործիչներ հատկապես արձանագրեն, որպեսզի կանանց դերի առաջ խաղացումը չպղծվի Հայաստանում այդ քաղաքականությունը։ Կամ ասում եք Հայաստանը դիրքավորվել է որպես օկուպանտ։ Կամ Տիկին Աննա Գրիգորյան ասում եք, եթե բան չես, ընդդիմադիր ես, հետապնդվում ես, դուք բավարար ընդդիմադիր չեք։ Դուք բացարձակ ընդդիմադիր չեք։ Երևի դա նրանից է, որ ինչ-որ մի փուլում եղել եք մեր կուսակցության, չգիտեմ որ երրորդ համարը, այստեղ երրորդն եք կարծեմ։ Դուք բավարար ընդդիմադիր չեք ու ձեր ֆրակցիայում նստած այն падգամավորները, որոնք չեն հետապնդվում, բավարար ընդդիմադիր չեն։ Կարելի է դրանից բան անել, եզրակացություն անել։ Բայց այս անգամ Գառնիկ Դանիելյանի ելույթից ճիշտն ասած հիասթափված եմ, որովհետև ես ավելին էի սպասում, մի պահ արդեն չէի կարողանում լսել, միակ արձանագրումն ուզում եմ անել, որ ձեր մեքենան տարեք մի հատ նայողի մոտ, արգելակները թող ստուգեն, դրա մեջ ինչ-որ մեղադրանքներ փնտրելուց առաջ։ Մեկ էլ այդ, որ գալիս եք մեզ մեղադրում եք, որ մենք ձեզ մեղադրում ենք, որ ձեր պաշտպանյալ Գյումրիում ձեր հավաքական ընդդիմադիր առաջին համարի չեք քննադատում, մեզ մի քննադատեք, մի հատ ամեն ինչին արձագանքում եք, մի հատ արձագանքեք, բա չեք տեսնում ինչ է խոսում, բա չեք տեսնում, որ ասում է կամ միութենական պետություն, կամ թուրքահապատակ շանտաղա, դա մեզ չի վերաբերում, դա վերաբերում է իրեն, ընտրած մարդկանց, այն մարդիկ, որոնք չեն ընտրել Վարդանիկ, չեն աջակցել Վարդանիկին, այս երկխոսությունից դուրս են, դա ձեր
ինտիմն է, այսպես ասած, ձեր եւ Վարդանիկի խոսակցությունն է։ Ու եթե չեք արձագանքում, ուրեմն լուր համաձայն եք, միայն այս կարող եմ ասել։ Մեկ էլ բանը, ինչ վերաբերում է Քրիստինե Վարդանյանի ասած պետականության դեմ ինչ-որ գործողությունների, դրա նաև լավագույն ցուցիչը, լավագույն ապացույցը առաջարկություն քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ իրավասու մարմնին դիմելու վերաբերյալ։ Հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր, որոնք հիմք են տալիս ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել քրեական օրենսգրքի 43-300 հոդվածի առաջին մասով եւ 43-419 հոդվածի առաջին մասով այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախապատրաստել է ահաբեկչություն եւ իշխանության յուրացում, մասնավորապես։ Վազգեն Գալստանյանը իր կողմից նախաձեռնված եւ ղեկավարվող Սրբազան պայքար անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում, չկարողանալով Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել սահմանադրությամբ չթույլատրված եղանակով։ Եվ այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների Արթուր Սարգսյանի, Արսեն Ղազարյանի, Հայկ Շանազարյանի, Մովսես Շարբաթյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միրան Մաղսուդյանի, Դավիթ Գալստյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ, այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակը իրագործելու նպատակով Արթուր Սարգսյանը, Վազգեն Գալստանյանը եւ հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն այն է. քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հանրավտանգ արարքներ, այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը եւ սահմանադրությամբ սահմանված կարգով իշխանությունը ստանձնած անձանց հարկադրել հրաժարվել դրանից։ Նախապատրաստելով նշված հանցավոր արարքների իրագործումը, հանցավոր խմբի անդամները, այդ թվում Արթուր Սարգսյանը, 2025 թվականի հունվարից սկսած շարժման մասնակիցների եւ համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են բազմաթիվ հարվածային խմբերում ընդգրկվող 2000-ից ավելի անձանց, խոշոր փողոցներն առանձնացնելու եւ գործողությունները պլանավորելու համար ձեռք են բերել Երևան քաղաքի քարտեզը, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի եւ համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները, պատվիրել եւ ձեռք են բերել պայթյուններ կատարելու եւ կրակոցներ արձակելու համար նախատեսված հրավտանգ միջոցներ, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու եւ տրանսպորտային շարժը կաթվածահար անելու համար պիտանի, մետաղական սրածայր, դետալներ, աստղիկներ։ Տրանսպորտային միջոցների ապակիներին եւ ճանապարհներին լցնելու նպատակով ներկեր եւ յուղեր, այդ միջոցները պահել են համապատասխան թաքստոցներում, շարունակել են հարվածային խմբերում ընդգրկվող անձանց հավաքագրելուն ուղղված գործողությունները, միաժամանակ խմբերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ունեցած ելույթները